Դոկտոր Սեբաստիացի կրթահարմալիվում կրթսեր դպրոցում ռոտարիական հնարքների կիրառումը գործունեության բոլոր ձևերում կարևոր մաս է կազմում։ Չենք նշում միայն մայրենին, քանի որ գործունեության մյուս ձևերում էլ կարող ենք գործածել ռոտարիական հնարքները։ Օրինակ մաթեմատիկայի մասին խոսեմ, երբ սովորողները հորինում են օրինակ խնդիրներ, ավելի մեծ ոգևորությամբ, մեծ հետաքրքրությամբ են ներգրավում խնդրի լուծմանը, երբ խնդրի բովանդակության մեջ կան ռոտարիական, երևակայական տարրեր։ Երկնքում թռչելով անցնում է 12 մետր, իսկ ծովախոզը նրանից 5 կիլոմետր ավելի, քանի կիլոմետր է թռչում երկնքում ծովախոզը։ Պլուտոնը երկիր մոլորակին հարվածեց 3 անգամ, իսկ Սատուրնը 2 անգամ ավելի շատ, քանի անգամ Պլուտոնը հարվածեց երկիր մոլորակին։ 6 Խոսենք Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականությունը գրքից, որտեղ ներկայացվում են ռոտարիական հնարքները։ Այդ հնարքներից մեկը ստեղծագործական երևակայության երկանդամությունն է։ Մասնակից սովորողներից յուրաքանչյուրը մի բառ է գրում, այդ բառերը խառնվում են, հետո պատահականության սկզբունքով ընտրվում են բառազույգեր, եւ այդ բառազույգերը հոլովելու միջոցով ստանում ենք հետաքրքրաշարժ, անսպասելի, ծիծաղելի բառակապակցություններ, որոնցով սովորողները հորինում են պատմություններ։ Բաժանվել ենք խմբերի, թղթերի վրա գրելով ենք բառեր։ Տեսեք, ինձ բառազույգ է ստացվում։ Մի չար շիշ կա, որը ամբողջ օր մարդու ձեռից փախչում գնում է այստից այն։ Մարդն էլ եկան ուզում իրան վերջերը թերով խաշեց, վիճրեց, առավոտյան դա շիշը չկա։ Ես կանգնեց դեպի սահմանի արեց։ Երկարամաս պահարան։ Երկարամաս պահարան կար։ Նրա վրա ոչ մի բան չէին կարողանում դնել, որովհետև նրա վրա լիքը մազ կար եւ շատ սովլիկ նրա վրայից ամեն ինչ ականում։ Նա տակքին էր։ Հորինած պատմությունը կարող են նկարել, ինչպես համակարգչում, այնպես էլ թղթի վրա հորինում են, պատրաստում տեխնոլոգիական աշխատանքով պատրաստում են պատմության կերպարները, խաղարկում են, այստեղ զարգացնում ենք եւ սովորողների երևակայությունը եւ տեխնոլոգիական գիտությունները։ Մյուս հնարքի մասին խոսենք, լիմերիկները, երբ ստեղծվում են պատմություն հետևյալ սկզբունքով, առաջին տողում ներկայացվում է պատմության հերոսը, երկրորդ տողում տրվում է նրա բնութագիր, չորրորդ տողում ներկայացվում է հերոսի գործողությունը, գործունեությունը եւ հինգերորդ տողում հստակ շեշտվում է արտառոցության մագդիրը, այսինքն ինչով էր առանձնահատուկ գործողությունը։ Ռոտարիական հնարքները կամ լեզվախաղային մեթոդները ի հայտ են եկել ռոտարիական մանկավարժական տեսությունից եւ այն կիրառվում է տարատարիք սովորողների հետ գործունեության ընթացքում, տարբեր գործունեությունների ընթացքում, այն ոչ միայն նպաստում է լեզվամտածողության, արտահայտչամիջոցի ճիշտ զարգացմանը, այլ նաև կարելի է կիրառել որպես տեխնոլոգիա, որպես մարզական խաղեր եւ տարաբնույթ այլ գործունեությունների ընթացքում, օրինակ, երբ անհեթեթ հարցեր ենք տալիս սովորողներին, առաջին հայացքից դա տարօրինակ է թվում, օրինակ, ինչու արևը չունի շամպոչ։ Թվում է, թե անհեթեթ հարց է, սակայն երբ երեխան սկսում է ստեղծագործել, պատասխանել այդ հարցին, զարգանում է նրա երևակայությունը, այնպիսի պատասխաններ կարող է մտածել, որ ստեղծի ինչ-որ հետաքրքիր պատմություն այդ մեկ նախադասությունից, որը իրականում համադրմամբ ոչ մի միտք թվում է, թե չի արտահայտում։ Հակառակ պատմությունը մի հնար է, երբ երեխան պետք է կարողանա իր իմացած պատմությունը ներկայացնել լրիվ այլ տեսանկյունից։ Օրինակ, կարող են երկու տարբեր առարկաներ զրուցել իրար հետ, երբ այդ առարկաները իրական կյանքում անհամադրելի են, օրինակ ձմերուկը եւ ծովը։ Այսպես կարելի է համադրել նաեւ բառերը, երբ ինչ-որ սովորող ասում է իր սիրելի բառը առարկան, իսկ մյուսը իր ոչ սիրելի, մեկը ասում է ես անձրև շատ եմ սիրում, մյուսն ասում է ես կոնֆետ եմ սիրում եւ ստեղծվում է կոնֆետի անձրև, օրինակ,
կամ շոկոլադ եւ ճանապարհ, այսինքն այն ամենը, ինչ որ Ռոդարին ստեղծել է իր հեքիաթներում, կարելի է նաեւ առօրյայում ստեղծել այդպիսի պատմություններ եւ խաղալ բառերի հետ։ Մյուս բառային կապակցությունը, օրինակ մեկն ասում է տերև, մյուսը ծառ, մյուսը գարուն եւ այսպես բառային շարքը համադրելով կարող ենք ստեղծել մի հրաշալի պատմություն։ Ռոդարիական հնարքները շատ հետաքրքիր են գործունեության ընթացքում, երբ ներկայացվում են որպես թատերական ներկայացման միջոց։ Ես ինքս ունեցել եմ այդպիսի փորձ, երբ դասարանում տեխնոլոգիական աշխատանքի միջոցով սովորողների հետ ստեղծել ենք անիրական կերպարներ, որոնք հենց իրենք էլ ներկայացրել են։ Սովորողներից մեկի գլխակապ այսպես ստեղծեցինք, որտեղ ձու էր կախված եւ վրան գրել էինք կարծում ես թե սա ձու է, ոչ, սա ձու չէ, դա ստախոսների պատմություն էր, ստախոսների աշխարհներ եւ այսպես ստեղծեցինք տարբեր կերպարներ, օրինակ մեկի գլխին ավտոճանապարհ, մյուսը այլ կերպարով, որը իրականության մեջ հնարավոր չէ հանդիպել եւ այսպես ունեցանք մի Ռոդարի հրաշալի աշխարհ, երեխաներն էլ կտրվեցին իրենց առօրյայից եւ հասկացան, որ մեր իրականությունից դուրս կարելի է ամեն օր ունենալ այլ փոքրիկ իրենց աշխարհը, որտեղ ամեն բան կարելի է հեքիաթային դարձնել։ Ողջույն, ես Դավիթն եմ, ես ապրում եմ Խաբեբաների աշխարհում։ Իմ գլխի վրա այդ աշխարհն է, ոստե վաճառում եմ թարս բաներ։ Կարծում եք սա ձու է։ Չէ, սա ձու չէ, ինչ է, էդ էլ դուք կմտածեք։ Այստեղ էլ ունեմ 1 կիլոգրամ երշիկ, համեցեք։ Մկրատում տելը չի։ Այդ ի՞նչ է։ Ժեժիկանկայի բանը, սենց որ սպիչկա վարում ենք, սենց կաշնորան դնում ենք, սենց վարում ենք տականում աճաշը։ Հա։ Մեջը դրա տաջնդի։ Հասկացա։ Չասեցի խնդորը, կարծում եք սա մատիտա, չէ, սա մատիտ չի, սա խնդորը։ Ուզում ես այդպես ասել։ Հա։ Լավ, ասա։ Կարծում եք սա մատիտա, չէ, սա մատիտ չի, սա խնդորը։ Սա եւ տեխնոլոգիական աշխատանք էր, եւ երբ որ պատմում էին իրենց ստեղծած աշխարհի մասին, զարգացնում են եւ երևակայությունը եւ մտածողությունը։ Ռոդարին կապվում է նաեւ տարբեր ստեղծագործություններում, օրինակ կարելի է վերցնել Թումանյանի տարբեր հերոսներ եւ համադրել մի հեքիաթում, սա կոչվում է հեքիաթների խառնաշփոթ, այսինքն անբան հորին համադրել օրինակ հայտնվի հանկարծ անխելք մարդը հեքիաթում եւ սա նույնպես շատ սիրելի է, կամ հեքիաթի այլ ավարտ, օրինակ երբ իրենց ծանոթ հեքիաթն է, բայց դու վերջաբանը փոխում ես, յուրաքանչյուր իր կարծիքն է ասում, կամ օրինակ սկսում են հորինել, մեկը ինչ որ նախադասություն է ասում, մյուսը դրա միտքը շարունակում է, հաջորդաբար շարունակելով ստանում ենք հետաքրքիր պատմություն, որում ներդրում է ունենում սովորողներից յուրաքանչյուրը։ Սա կարելի է կիրառել նաև մեդիա գրագիտության մեջ, երբ օրինակ Paint ծրագրի օգնությամբ իրենք նկարում են թարս հարցեր, ռոդարիական, օրինակ ինչու բեխը կատու ունի, մինչդեռ հակառակը պետք է լիներ, եւ այսպես փոխանցում են իրենց նկարը ընկերոջը եւ ընկերը պատասխանում է արդեն իսկ ստեղծված հարցին։